Ահաբեկչական բացահայտ մեթոդներով Կիևը փորձում է խափանել ռուս-ամերիկյան համաձայնությունը ռուսական էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորելով, պնդում է Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այժմ նրանք հուսահատորեն փորձում են խափանել ռուս-ամերիկյան երկխոսությունը։ Եթե նրանք նախկինում հաղթելու մասին էին հայտարարում, հիմա այլևս դրա մասին չեն խոսում։ Պարզապես փորձում են խափանել ռուս-ամերիկյան երկխոսությունը եւ դա անելու համար օգտագործում են ահաբեկչական բացահայտ մեթոդներ։ Մարտի կեսերին Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ժամանակ էին գերտերությունների ղեկավարները պայմանավորվել, որ նախնական մեկ ամիս ոչ ռուսներն են թիրախավորում ուկրաինացիների էներգետիկ ենթակառուցվածքները, ոչ ուկրաինացիները ռուսների։ Դեպի խաղաղություն շարժումը էներգետիկ ոլորտում հրադադարով սկսելու Թրամփի ծրագրերը կարծես չեն իրականանում։ Զախարովան հայտարարել է, որ Կիևը գրեթե ամեն օր թիրախավորում է Դաշնության էներգետիկ օբյեկտները։ Մենք դիտարկում ենք ռուսական էներգետիկ օբյեկտների վրա թիրախային հարձակումները։ Չնայած ուկրաինական կողմը հայտարարում է, թե այդ քայլին են դիմում ռազմական անհնարինությունից ելնելով, ակնհայտորեն այդ գործողությունները զուտ, սադրիչ ու ցուցադրական բնույթ ունեն։ Զախարովայի խոսքով Պուտին-Թրամփ պայմանավորվածություններից հետո Կիևը արևմտյան զենքերով 30 անգամ հարվածել է Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Չորեքշաբթի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ իրենք դեռ հավատարիմ են Պուտինի ու Թրամփի ձեռք բերած մորատորիումին, Կիևի գործողությունների մասին տեղեկացրել են նահանգներին։ Վերջին 24 ժամում ուկրաինացիները ռուսական 4 էներգետիկ օբյեկտների վրա են հարձակվել Լուգանսկի, Կուրսկի, Բելգորոդի և Զապորոժիեի շրջաններում։ Հազարավոր մարդիկ մնացել են առանց հոսանք։ Դաշնության պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ Կիևը թիրախավորել է նաև բնակելի շենքեր։ Ըստ Ռուսաստանի նախորդ գիշեր 26 ուկրաինական անօդաչու են խոցել իրենց երկնքում։ Իրենց տիրապետության տակ 2 գյուղի անցնելու մասին են հայտնել ռուսները։ Այս կադրերը Վեսելոյե բնակավայրից են, այդ ուղղությամբ 100 զինծառայողի է կորցրել Կիևը։ 4 մարդ է զոհվել, առնվազն 11-ը վիրավորվել, այդ թվում երեխա Կրիվոյ Ռոգում։ Կիևը հայտնում է, որ ռուսները բալիստիկ հրթիռներով են հարվածել քաղաքի արտադրամասերից մեկի ուղղությամբ։ Գայանե Մովսիսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։